Բոլորիդ բարի օր, մի քանի օր առաջ ես խոսում եի Ավետյանի հետ, մեր լավ ընկերը, մեր լավ հայրենասեր Ավետը, եւ Ավետին ասեցի Ավետ ջան, չես պատկերացնում ինչքան է թանկ սնունդը ուրիշ երկրներում, թե Դուբայում, թե Կատարում, թե Օմանում, թե Ամմանում, հա, հիշեցնեմ, որ Օմանը դա ուրիշ երկիր է, Մասկատն է իր մայրաքաղաքը, իսկ Ամանը Իորդանիայի մայրաքաղաքն է։ Այսօր կոնկրետ ես պայմանավորվեցի Ավետի հետ, որ ես կմտնեմ Իորդանիայում շատ հասարակ սուպերմարկետ եւ մենք ձեզ հետ միասին կտեսնենք ինչքան է ընդհանրապես պանիրը, ինչքան է միսը, ինչ գնով են առնում մարդիկ այստեղ սնունդը։ Քանի որ մեր հետևորդները միշտ ասում են, որ Հայաստանում ամենաթանկ գներն է, գրակատ գները, այսինքն ամեն տեղ անվճար է, մենակ Հայաստանում են, որ փողով են վաճառում սնունդը, դա տենց չի, հավատացեք, որ ահագին երկրներում շատ թանկ է սնունդը։ Եկեք հիմա մտնենք այդ սուպերմարկետը ու համեմատենք Իորդանիայի գները Հայաստանի գների հետ։ Դե ինչ, ժողովուրդ ջան, մենք մտանք մոլ, հա, սա Ամանի մոլերից մեկն է եւ SDV սուպերմարկետը շատ հայտնի է Օմանում եւ գները շատ ցածր է իրանց մակարդակով, այսինքն Օմանի մակարդակով։ Դե մի հատ մտնենք գները տնակ ոնց է։ Սկսենք կարտոլից, ուրեմն կարտոլը լինելու է այստեղ 350 դրամ, 170 դրամ սոխն է, 1 կիլո սոխը, SDV սոխը, իսկ SDV սոխը լինելու է 400 դրամ, իսկ սա լինելու է 410 դրամ, 410 դրամ։ Շարժվենք եւ տենանք ինչքան է լինելու հացի գինը։ Ուրեմն SDV հացը լինելու է, այս մի հատ հացը լինելու է, այս ասեմ 2.5 դինար, դա անում է $4։ $4 1600 դրամ է լինելու այս հացը, այս կտրած հացը, 1600 դրամ։ Մի հատ տնանք ուրիշ հաց կա, ուրիշ գնով, հա, ուրեմն SDV բատոնը լինելու է 1.5 դինարը, դա անում է $2.5։ Սա 1000 դրամ է լինելու այս հացը, 1000 դրամ է ժողովուրդ ջան։ Այն հայերի համար, ովքեր ասում են Հայաստանում ամեն ինչ թանկ է, սոված կոտորվում ենք, 1000 դրամ այս հացը։ Սենց մի հատ դինար, սա ուրեմն 600 դրամ է լինելու, 650 դրամ ներողություն, այս 6 հատ փոքր բուլուչկա, 650 դրամ։ Մի հատ տնանք կա նաև, տեսեք, զարմանալի է, օրինակ լավաշները մի քիչ էժան է։ Սա անում է ինչքան, հիմա ասեմ, սա անում է 300 դրամ։ 300 դրամ մի հատ պակետ լավաշ։ Այսինքն լավաշները էժան է, իսկ հացը թանկ է։ Ուրեմն SDV 6 հատ բուլկիները անում է 600 դրամ։ Հա, ուրեմն մի հատ կաղամբը նայեք, տնակ ինչքան է կաղամբը, կաղամբը 600 դրամ է, կիլոն կաղամբի, 600 դրամ։ Մի հատ տնակ խնձորը ինչքան է, SDV վատ խնձորը 700 դրամ է լինելու, սա այդ վատ խնձորներն է, 700 դրամ։ Իսկ նարինջը լինելու է 650-700 դրամ, էլի վատ նարինջ, вот 700 դրամ է։ Հա, բանանի գինը տնակ մի հատ ինչքան է, 1,6 динар, это где-то $3. Нет, не $3, $2,5. 1000 դրամ է լինելու բանանը գինը։ SDV խնձոր էլ կա, էլին դրան նման այդքան էլ լավը չի, տեսեք 800 դրամ է համարյա այս խնձորը։ Շատ SDV խնձորը Երևանում Կոմիտասի վրա դուք կարաք 250 դրամով առնեք, ավելի հոյակապ խնձոր, ավելի։ Կամ էլ օրինակ տեսեք, ստեղ էլ կա խնձոր, այս դեղին խնձորը 2,5-1300 դրամ է SDV խնձորը։ SDV խնձորը կարաք 300-400 դրամով առնեք Երևանում, ելի եմ ասում Կոմիտասի վրա։ Հիմա նայենք հավը ինչքան է, 4 հատ սենց ոչ մեծ, բայց նորմալ հավի բուդիկները, դա անում է $4, 1600 դրամ, մոտովրապես 1600 դրամ 4 հավի բուդ։ Իսկ մի հատ կարանք տնանք այս հավը, ցելը մի հատ հավը ինչքան է գինը, չեմ տնում գինը։ Դե լավ, անցնենք, հիմա
Տենանք ինչքան է յոգուրտը։ Յոգուրտը այդքան էլ շատ թանկ չի։ Ես կասեի դաժե էժանա, բայց էլի, տեսեք, սենց յոգուրտը, սա ամենաէժանն է, ես սա եմ վերցնում, հասարակ յոգուրտ է, ուրեմն սենց 3 հատ է, 500 դրամ է, սենց 3 հատ է։ Սա ամենաէժանն է, բայց ես սա եմ վերցնում, քանի որ ոչ մի բան խառնած չկա, այսինքն բան մածունի պես է, հա, համը։ Օրինակ, բայց այս յոգուրտը, այս սա ավելի թանկ է, սա մի հատը 600 դրամ է, սա։ Դե մի հատ տենակ կուկուրուզը ինչքան է, ուրեմն 1 կիլո կուկուրուզը, չէ, 1 կիլո չի, 800 գրամ, տեսեք, սա դաժե 1 կիլո չի, 800 գրամ է սա, 800 գրամը 600 դրամ է, ամանում, Aman, это Иордания, напоминаю, 600 грамм за 800 грамм, Воспа էլի 800 գրամ, սա 1 կիլո չէ, 800 գրամը 1.5 դոլարը անում է 600 դրամ, 600 դրամ։ Հիմա տոմատի մածուկը, մի հատ հասկանանք տոմատի մածուկը։ Սա փաստորեն 1 կիլո չի, այլ 1 կիլո 350 գրամ է, 1600 դրամ, բայց դեռ 1 կիլո չի, 1 կիլո 350, 1600 դրամ տոմատի մածուկ։ Հիմա անցնենք մակարոնը, ամենահասարակ մակարոնը, տեսեք, կես կիլոն 600 դրամ է, կես կիլոն, հասարակ, սա թանկանոց չի, բան չի, կես կիլոն 600 դրամ է մակարոնը, նույնը այս ձևի հասարակ մակարոնը, այդ ամենաէժան, կես կիլոն մոտովրապես 600 դրամ ժողովրդյան։ Այդ որ ասում եք Երևանում սաղ թանկ է կոտորվում են սոված։ Ամել էս վերմիշելը, տեսեք, մի հատ այս վերմիշելը նորից։ Սա նայում ենք, ուրեմն կես կիլոն, այս ձևի վերմիշելը, կես կիլոն, ինչքան է, 500 դրամ, 500 դրամ։ Գտա հավի գինը, այդ հավերը, ուրեմն ստեղ 1 կիլո է, 1 կիլո հավը անում է 5 դոլար, 2000 դրամ է, սենց մի հատ հավը, 2000 դրամ, այս ձևի մի հատ հավը։ Ուրեմն այս պիչենին 250 գրամ է, սա 1200 դրամ է, այս պիչենին, 1200 դրամ։ Մի հատ սուրճը, քանի որ հայերը շատ են սիրում սուրճը եւ երևի այս գինը շատ է հետաքրքիր լինելու, ինչքան է սուրճը ստեղ։ Ուրեմն տեսեք, օրինակ ստեղ 200 գրամ է, 200 գրամանոց բանկ են, ճիշտ եմ հասկանում, 190 գրամ, 200 գրամ։ Օրինակ այս բարիստան, համարյա 5 դինար է, այսինքն 8 դոլար։ Սա այս բանկեն լինելու է 3200 դրամ, այս բանկեն։ 3200 դրամ, մի հատ հասկանանք, օրինակ, ինչքան է լինելու սա, նույն ձևի, 3200 դրամ սա է լինելու, էլի 200 գրամ ընդամենը։ Իսկ ժարդինը, երևի դուք էլ եք տեսել, ժարդինը 200 գրամ լինելու է համարյա 4000 դրամ, այսինքն ժարդինը ստեղ 4000 դրամ է, այս բանկեն։ Նույնիսկ եմ կրկնում, սա հասարակ սուպերմարկետ է, թանկանոց տեղ չի։ Կա ուրիշ կոֆեներ, օրինակ այս կոֆեն, չիբոն 7 դինար է, ուրեմն 4000, համարյա 5000 դրամ է սա, չիբոն, համարյա 5000 դրամ այս բանկեն։ Իսկ սա 4500 դրամ, Դավիդով 100 գրամ, ընդամենը 100 գրամ աստեղ։ Դե մի հատ Նեսկաֆեն հասկանանք, Նեսկաֆեն ուրեմն, տեսեք, Նեսկաֆեն 95 գրամ է, 100 գրամ, 100 գրամը Նեսկաֆեին լինելու է 6 համարյա դոլար, 6 դոլար 2200 գրամ է լինելու, 100 գրամը, 2500 դրամ, որպեսզի հասկանանք գինը։ Դե հիմա թեյի նայենք, թեյի գինը մի քիչ էժան է, կոֆեն օրինակ ստեղ փաստորեն ստացվում է շատ է թանկ, կոֆեն 25 пакета Ахмада, да լինելու է 1,150 динар, 1,150, то есть это 1,70 цента, да, это будет 600 драмм, այսինքն ստեղ 600 դրամ է, թանկ չգիտեք, նորմալ է, օրինակ չայ նորմալ է, կամ էլ 100 պակետիկը Lipton-ը, իմջալից այս էքստրան շատ լավն է, ավելի բան է, համով է, ավելի հոտը շատ լավ, ուրեմն 100 պակետիկը,
1600 դրամ։ Սա լավ գին է, օրինակ թե եթե մեկ ստեղ էժան է, թանկ չի։ Հա, շարունակեցինք, այս ֆենսը դե ամեն տեղ կա Երևանում, երևի մարդիկ իմանում են, ստեղ 580 գրամ է, համարյա 600 գրամ, $7 է համարյա, այսինքն համարյա 3000 դրամ ասա լինելու, 2800 դրам մոտավորապես։ Кто покупает томатную пасту, я думаю, вам интересно. Իսկ կա շատ էժանանական, հա, sense էժան, դիշովը, ամենաէժանը ստացում է 600 դրամ։ 600 դրամով կարելի է sense էժան տոմատի մածուկ վերցնել կետչուպ։ Հա, հիմա մի հատ հասկանանք ինչքան է լինելու մի բան կա խյարը, հա, sense խյարը, ուրեմն ստեղ սա շատ թանկ է, այս ձևի զակրուտկեքի թանկ է։ Ուրեմն խյարը լինելու է 8.26, то есть $13 примерно. 6000 դրամ է լինելու այս ձևի բալոնը, 6000 դրամ է լինելու, եթե դուք ուզում եք Իորդանիայում վերցնեք sense խյար, 6000 դրամ է լինելու։ Շատ թանկ է այս ձևի sense զակրուտկեքը։ Հա, իսկ հիմա տնակ շաքարավազը ինչքան է, շաքարավազի գինը, ուրեմն շաքարավազի գինը դե եկեք սա օրինակ վերցնեք 2 կիլոն, հաս ամենա, հա, չէ, 1 կիլոն, 1 կիլոն 550 դրամ, 1 կիլոն 550 դրամ շաքարավազը։ Չգիտեմ, թանկ է թե չէ։ Դե հիմա քանի որ կարագը շատ թանկանում է ընդհանրապես աշխարհում ամենտեղ։ Մի հատ հասկանանք կարագը ինչքան է, էլի Իորդանիայում, այսինքն ինչ գնով են մարդիկ կարագ առնում։ Վերցնեք լուրպակը, հա, հայտնի է ֆիրման, ուրեմն 200 գրամը 2 դինարը 400։ Это примерно 1600 դրամ մոտավորապես, 1600 դրամ է այս կարագի գինը, մոտավորապես 1600-1550 մոտավորապես է ձևը։ Սա ավելի թանկ է, չգիտեմ իրանց ֆիրմաներից է։ Մի հատ մտնենք այս ադելն էլ, քանի որ մեր սիրելի կանայք առնում են այս ձևի բաներ աման են լվանում, ուրեմն տեսեք, մի հատ այս ձևի ֆեյրին, 1 լիտրանոց, 2000 դրամ է սա, կոնկրետ սա, 2000 դրամ, բայց կա էժանը, որ մեր մոտ էլ ամենաէժանը սա, էլ 600 դրամով կարելի առնել, սենց։ Ահա, ինչքան է Ariel-ը, մի հատ հասկանանք, չէ, Persil, $7 է սա, 1 կիլոյու կես $7, համարյա 3000 դրամ է այս պաչկեն, համարյա 3000 դրամ, բայց Ariel-ը ավելի թանկ է, ավտոմատ, Ariel-ը 12, 5000 դրամ է, 3 կիլոն, չգիտեմ, 5500 դրամ մոտավորապես։ Հիմա հասկանանք բրինձը ինչքան է, ինձ հետաքրքիր է բրինձի գինը, ուրեմն օրինակ սենց բրինձ կա, 3 կիլո 300 գրամ, սենց բրինձ 2000 դրամ է, այսինքն 1 կիլոն մոտավորապես 700 դրամ այս բրինձը, կամ էլ մի հատ հասկանանք այս բրինձը, սա էլ է հասարակ բրինձից է, 3.5 կիլո 3200 դրամ այս բրինձը, հա, և նայենք ձեթը ինչքան է, ժողովուրդ ջան, հա, ուրեմն օրինակ 1 լիտր ու կես, 1300 դրամ, 1 լիտր ու կես, 1300 դրամ, 1300 դրամ, նաև կա այս ձևի գին, 1 լիտր ու կես 2000 դրամ, այս ձեթը, այս ձեթը լինելու է 2500 դրամ, это кукурузная, да, у нас кукурузная, այս էլ, ուրեմն 1 լիտր ու կես 2000 դրամ է լինելու սա, 2000 դրամ, 1 լիտր ու կես, այն հայերը ովքեր ասում են, որ Հայաստանում ամեն ինչ թանկ է, իսկ մյուս երկրներում կոպեկները, նայեք ժողովուրդ ջան, ու նորից եմ կրկնում, որ աշխատավարձը Իորդանիայում ավելի քիչ է, քան թե Հայաստանում, հասկանում եք, այսինքն մարդիկ ստեղ ավելի քիչ են աշխատում, քան թե Հայաստանում, մոտ 30%-ով։ Եվ հիմա գնանք մի հատ տենակ պանիրը ինչքան է, քանի որ մեր հայերը սիրում են պանիրը։ Տեսեք, օրինակ այս պանիրը $15 է, չէ, $13, 5500 դրամ է լինելու կիլոն, այս պանիրն էլ է 5500, այս պանիրը 6000 դրամ է, 6000,
Այս պանիրը 7000 դրամ է կիլոն, այս հասարակ հայկական պանիրների նման, հա։ Այս պանիրը լինելու է 5000 դրամ է կիլոն, մեր չանախ պանիրի նման է, 5000 կիլոն, հա, 5000 դրամ։ Հա, դե մի հատ գնանք տնակ կալբասը եւ ձուն ինչքան է, հա։ Հա, այս ձևի կալբասը, մի հատ դոկտորսկի կալբասա վերցնենք, սա վերցնենք, լավ։ Սա ուրեմն 1 կիլո է, 3000 դրամ է, 1 կիլո դոկտորսկի կալբաս, այս ամենաէժանականն է, 3000 դրամ։ 2900 դրամ, 3000 դրամ մոտավորապես, ներողություն, եթե 100 դրամ մոտավորապես կարամ սխալվեմ, էլի։ Հա։ Այս նույն ձևի 1 կիլո 3,5, այս մեկը մի քիչ էժան է, սա 1500 դրամ է, չգիտեմ ինչով է տարբերվում, ժողովուրդ ջան։ Հա։ Սա 400 գրամ է, 1200 դրամ է, սենց փոքր կալբասը։ Իսկ ձուն, ինչքան է ձուն։ Հա, կա 10 հատ, որ մի հատ տնակ 10 հատը ինչքան է։ Հա, ուրեմն 10 հատ ձուն, 2,5 դինարը, это примерно $4. 10 հատը ձուն 1600 դրամ։ 1500, 1600 դրամ, 10 հատ ձուն։ Հարգելի բարեկամներ, նրանք ովքեր ասում են, որ Հայաստանում ամեն ինչ թանկ է։ Սա հասարակ ձու է, ոչ մի էլիտնի բան ստեղ չկա, էլի, հասկացաք։ Հա։ 15 հատը, օրինակ 15 հատը ստեղ օրինակ 1300 դրամ է։ Սա փոքր է, շատ փոքրիկներն է։ Հա, այսքանը ժողովուրդ ջան։ Շնորհակալ եմ ուշադրության համար։